Իսրայելը Համասյան կռիվը որքան էլ արյունալի է, սակայն չի հատել վտանգավորության կարմիր շեմը ու խախտել պատերազմի ենթադրելի կանոնները։ Միևնույն ժամանակ, սակայն չի վերանում հակամարտության կրոնական պատերազմի վերաճելու վտանգը։ Նման մտավախություն ունի Արաբական պետությունների լիգան։ Կառույցն ահազանգում է համաշխարհային խոշոր պետությունները պետք է շտապ պայմանավորվածության գան կոնկրետ քայլերի շուրջ, որոնք Պաղեստինի ժողովրդին հնարավորություն կտան ստեղծել սեփական անկախ պետությունը։ Իսրայելն այնուամենայնիվ շարունակում է պատրաստվել ցամաքային պատերազմի, Պաղեստինին թողնելով ընդամենը մեկ այլընտրանք, ինչի մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչը։ Այն է, ցամաքային պատերազմ չի լինի, եթե Համասն ազատի բոլոր պատանդներին եւ անվերապահորեն հանձնվի։ Եթե Համասը վերադարձնի մեր բոլոր պատանդներին եւ առանց նախապայմանների թողնի այն վայրերը, որտեղ թաքնվում է, վայր դնի զենքը, ապա պատերազմը կավարտվի։ Իսրայելից հիշեցնում են, այս պատերազմի նպատակը Համասի վերացումն է, որպեսզի այդ զինված ահաբեկչական կառույցն այլևս երբեք չկարողանա սպառնալ իսրայելցիներին եւ կրկնել հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած ներխուժումը։ ԱՄՆ-ից Իսրայելին հորդորում են սպասել ու նախքան ցամաքային հարձակում սկսելը ժամանակն օգտագործել բանակցությունների համար։ Հոկտեմբերի 7-ի սկսած Իսրայելի զինուժի ու Համասի արյունալի առճակատման ընթացքում մինչ օրս զոհվել է ավելի քան 5000 պաղեստինցի, հաղորդել է Պաղեստինյան անկլավի առողջապահության կառույցը, վիրավորների թիվը գերազանցել է 15000-ը։ Սպանվածներից 2055-ը երեխաներ են, 1119 կին եւ 217 տարեցներ, վիրավորվել է 15273 քաղաքացի։ Իսրայելի կորուստների թիվը գերազանցել է 1400-ը, կան պաղեստինցիների կողմից պատանդարված քաղաքացիներ եւ գերեվարված զինծառայողներ։ Պաղեստինի վարչապետը մեղադրում է Իսրայելի միջազգային աջակիցներին թշնամուն նոր սպանությունների արտոնագիր տալու համար, իսկ իսրայելցիները դրանից այդ հայտարարությունից հետո միայն հասցրել են ոչնչացնել 320 ահաբեկչական օբյեկտ։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։